Կյանքում կան մարդիկ, որոնց համար ամեն օրը նոր փորձություն է, բայց նրանք շարունակում են ապրել արժանապատվորեն, չկորցնելով հավատն ու ընտանիքը պահելու ուժը։ Սեդրակ Խաչատրյանի ընտանիքը երբեք չի կորցրել կորովը։ Պատերազմների բովով անցած, պատերազմների կրակը տեսած Սեդրակը հիմա կքել է ընտանիքի սոցիալական դժվարությունների ծանրության տակ։ Այսօր երկար ու դժվար ճանապարհից հետո նրանց տուն ենք վերադարձել արդեն ոչ միայն լսելու ու տեսնելու, այլ նաև աջակցություն հասցնելու փոփոխություն բերելու նպատակով։ Իմ ամբողջ կյանքը ես տվել եմ իմ երեխեքին։ Թող ես այս մանգան, բայց իմ երեխեքը լավ մարդիկ են։ Մեր նախորդ այցելության ժամանակ Սեդրակ Խաչատրյանը պատմում էր պատերազմներից հետո իր կյանքի դժվարությունների, առողջական խնդիրների, կենցաղային ծանր պայմանների եւ ընտանիքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների մասին։ Այդ պատմությունը չէր կարող անտարբեր թողնել։ Նրանց այցելեցինք բազմաթիվ նվերներով, հույսով, որ դրանք կթեթևացնեն ընտանիքի ծանր առօրյան։ Մարդիկ կան մեր աշխարհում, որ մնացել են լիքը Ագին հոգսերս թեթևացավ, շնորհակալ եմ, Աստծո վրնի ամեն մի բանը, երեխեքիս ուրախությունը։ Մեր տուն մարդիկ են եկել, մեզի մենք նվերներ ենք ստացել։ Սեդրակի առողջական խնդիրները եւս առանց ուշադրության չմնացին պատերազմների եւ ամիսների առաջ տեղի ունեցած ծանր վթարի հետևանքով նա այսօր շարունակում է պայքարել մի շարք լուրջ առողջական բարդությունների դեմ։ Նրա անելանելի վիճակը տեսնելուց հետո բժշկական կենտրոններից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, պատրաստակամություն հայտնեց աջակցել։ Բուժ հաստատությունում Սեդրակը կանցնի անհրաժեշտ համալիր հետազոտությունները, որոնց արդյունքների հիման վրա էլ մասնագետները կկազմեն անհատական բուժման եւ վերականգնողական ծրագիր։ Սա կարևոր քայլ է Սեդրակի առողջության վերականգնման ճանապարհին եւ հերթական ապացույցը, որ մարդկային հոգատարությունն ու մասնագիտական աջակցությունը կարող են նոր հույս պարգևել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։ 50 տարեկան արդեն ուժ տղա եմ, գնացել եմ բազմիցս ընկերել ապայել, որ վատացել եմ, տարել եմ սկորիով թեգուս, գումարային խնդիրներով ասել եմ մի ցավազրկող սրսկեք եթեմ տուն։ Ու տես պայել եղել է, շատ է եղել։ Դա արդեն համ տարիքն է իրան ասում, համ առօրյան կյանքը, ոնց ասեմ, քուրս, կլինի էլի լիքը։ Ես շնորհակալ եմ նորից ձեր աջակցության համար։ Առաջիններից մեկը, ով արձագանքեց մեր կոչին, մեկ կահույքի խանութ սրահն էր։ Ընկերությունը, որն առաջարկում է որակյալ եւ ժամանակակից կահույքի լայն ընտրանի, այս երեխաների համար անակնկալ էր պատրաստել։ Ջանիբեկն ու Հովանեսը ստացան նոր մահճակալ, զգեստապահարան եւ սենյակի համար անհրաժեշտ այլ կահույք։ Երեխաների աչքերում ուրախությունն ամենից խոսումն էր։ Նրանք վերջապես կունենան իրենց հարմարավետ անկյունը։ Որ դարակ ունեցանք, կարան գրքեր դնեին, գրիշներ, պարագաներ, շորեր, մենք արդեն վերշեր ունենք, իմ աղբերը կառավատ ունի, ես է գարդիրովա, տենց լավ բաներ, մենք արդեն մեր սենյակը ունենք, տենց կդնենք կտեղ, մեր շորերը կդնենք մեջը։ Ակուրատնի կնստեն իրան ժամերին, իրենց դասերը կպարապեն, առօրյան լավ կանցնի, ես հետ կուրախանամ նայելով կողքից ամեն ինչը։ Ընտանիքի կենցաղային պայմանների բարելավմանն աջակցեց նաև Արգավանդ ԵՄ, տրամադրելով հարմարավետ ու նորաոճ աթոռներ, որոնք անմիջապես իրենց տեղը գտան հյուրասենյակում։ Տղաների ամենամեծ երազանքներից մեկը նոր սմարթֆոն ունենալն էր։ Mobile Center բջջային խանութ սրահի աջակցությամբ երազանքն իրականություն դարձավ։ Որդիներն այլևս հոր հետ մշտական կապի մեջ լինելու հնարավորություն կունենան։ Ես ուրախացա, որ հեռախոս ունեցա, որովհետև որ պապան էթա պոստեր, ես կարամ զանգեմ իմանամ ինչ կա, չկա։ Ես կարամ զանգեմ իրան իմանամ։ Edit Print հրատարակչությունը նույնպես միացավ բարեգործական նախաձեռնությանը։ Ընկերությունը երեխաներին փոխանցեց գեղարվեստական եւ ուսումնական գրքերի մեծ փաթեթ։ Ջանիբեկն ու Հովանեսը խոստովանեցին, որ վաղուց էին ցանկանում ունենալ սեփական փոքրիկ գրադարանը, սակայն ընտանիքի հնարավորությունները թույլ չէին տալիս։ Որ ես եթամ դասի, գրքերը մի հատ գիրք կտանեմ, դասընկերներիս հետ կարդամ, լավ գրքերը կկարդանք մենք։ Ու խելացի կլինենք, կմեծանանք, լավ մարդիկ դառնանք։
Մեր մշտական գործընկեր Ակվատեք մարզաառողջարանային համալիրը որոշեց երեխաներին նվիրել անմոռանալի օր։ Համալիրի ներկայացուցիչը նրանց անձամբ հրավիրեց 1 օր անցկացնելու ջրային գոտում։ Պետրակ ջան, Ակվատեք ընկերությունը ձեր պատմությանը ծանոթացավ։ Բազում բեռ ունեք, հոգսեր ունեք ձեր առջև դրված, իսկ ձեր երեխաների զվարճանք այս ամառվա շոկ օրերին մի փոքր կուզենք մեզ վրա վերցնենք եւ սիրով ձեզ հրավիրում ենք Ակվատեք ուրախ ժամանց անցկացնելու։ Երեխաները մեծ ոգևորությամբ վայելում էին լողավազանները, ջրային խաղերը եւ ժամանցը, իսկ օրվա ավարտին նրանց սպասվում էր համեղ հյուրասիրությունը։ Տան հոգսերը թեթևացնելու նպատակով Mr. Gin ընկերությունը տրամադրեց տան համար անհրաժեշտ մաքրող միջոցների եւ հիգիենայի պարագաների մի քանի ամսվա պաշար։ Մեր աջակիցների շարքը շարունակում է ընդլայնվել։ Այս անգամ Սեթրակ Խաչատրյանի ընտանիքին օգնության ձեռք մեկնեց նաև Coffee Burmung պրեմիում դասի սուրճի բրենդը։ Ընկերությունը, որը հայտնի է բարձրորակ սուրճի արտադրությամբ եւ բացառիկ համային տեսականիով, ընտանիքի համար առատ նվերներ էր պատրաստել։ Փաթեթում տարբեր տեսակի սուրճեր ու համեմունքներ էին, ինչպես նաև բնական պնդուկով եւ կակաոյով պատրաստված շոկոլադե կրեմ։ Սակայն աջակցությունը այստեղ չէր սահմանափակվել։ Ընկերությունը նաև դրամական օգնություն էր տրամադրել, որը կուղղվի Սեթրակի ընտանիքի առաջնահերթ կարիքների լուծմանը։ Բաներ կա, որ ժամանակներ էր պետք, որ տանջվեի, առնեի կամ բան, դուք ահագին ինձ օգնեցիք։ Նրանց պատմությունը հուզել էր նաև մեր մշտական գործընկեր Էկոկոմֆորտ ընկերությանը։ Դռների եւ պատուհանների արտադրությամբ հայտնի ընկերության ներկայացուցիչները անձամբ այցելեցին ընտանիքին, փոխանցելով դրամական աջակցություն։ Նրանք նշեցին, որ նման նախաձեռնություններին մասնակցելը կարևոր առաքելություն է, հատկապես երբ խոսքը հայրենիքի համար պայքարած մարդու ընտանիքի մասին է։ Ձեր կնոջ կորստից հետո կյանքի բեռը միայնակ եք կրում մեծացնելով ձեր 2 տղաներին։ Էկոկոմֆորտ ընկերությունը լսելով ձեր ընտանիքի պատմության մասին, պատրաստակամություն հայտնեց օգնել ձեր ընտանիքին լինելով ձեր կողքին, որպեսզի փոքր չափով հեշտացնենք ձեր ընտանիքի հոգսերը։ Աստծուց կխնդրենք, որ առողջ լինեք, ուժեղ, որ միշտ երեխաների կողքին լինեք, հասցնեք իրենց նպատակներին։ Ապրեք, շնորհակալ եմ նորությունից։ Տղաների քաղցրակերության մասին էլ մտածել էին մեր գործընկերները։ Ռուսկի բիսկվիտ ընկերությունը երեխաներին իր ամենապահանջված թխվածքաբլիթների եւ քաղցրավենիքի լայն տեսականուց էր ուղարկել։ Նախաձեռնությանը միացել էր նաեւ Տավուշ Sweet ընկերությունը, ընտանիքին տրամադրելով փախլավաների, թխվածքաբլիթների եւ այլ քաղցրավենիքների հարուստ ընտրանի։ Իսկ Տավուշ Meat ընկերությունը դրամական աջակցություն էր ցուցաբերել։ Սպասում ենք, որ պապան իշներ խմորեղեններ առնել, բայց արդեն մենք խմորեղեններ ամեն ինչ ունենք, մենք կարանք ուտենք արդեն։ Արզնի հոլդինգ ընկերությունը կատնամթերքի պաշարը լրացրեց մեծ տեսականիով ու իր օգնությունը լրացրեց նաև դրամական աջակցությունով։ Ես շատ ուրախացա, որ տեսա այդ համով բաները, ես ուրախացա, որ արդեն կարանք այդ համով բաները ուտենք։ Շատ լավ բաներ են։ Սեթրակ Խաչատրյանի պատմությունը հասել էր նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ֆրանսիայում եւ Բելգիայում բնակվող մեր հայրենակիցներ Արսենն ու Արայիկը անմիջապես արձագանքեցին եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցել ընտանիքին ֆինանսապես։ Նրանց նախաձեռնությանը միացան նաև Երևան City սուպերմարկետների ցանցը, ցանցերի աշխարհ ընկերությունը, Անտոշկա մանկապարտեզը, Դավիթը եւ Arix Group ընկերությունը։ Նրանց ցուցաբերած դրամական օգնությունը հնարավորություն կտա թեթևացնել ընտանիքի ֆինանսական բեռը եւ աստիճանաբար լուծել կուտակված պարտավորությունների մի մասը։ Պարտքերս կթեթևացնեմ, երեխեքիս ինչ-որ հարցեր կա սաղ կլուծեմ, ու մնացածն էլ Աստծով էլի։ Մեր համար սեպտեմբերին կոշիկ կառնի, շոր կառնի, որը տենց սիրուն ակնվենք, որ գնանք դասի։ Սննդի պաշարն ապահովելու գործում իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև մեր մշտական գործընկերները։ Sunfood ընկերությունը սեփական արտադրության խմորիչներից, սփրեդից եւ բուսական յուղերից բացի ընտանիքին ուղարկել էր նաև մայոնեզ, տոմատի մածուկ եւ կետչուպ իր նոր տեսականուց։ Դուք շատ լավ մարդիկ եք, որ մեզի օգնեցիք, իմ պապայի գործերը թեթևացեցիք, որտեղ լավ բաներ մեզի բերեցիք։ Ձեզանից շատ շնորհակալ եմ։ Նարինե Մածուն ընկերությունը եւս անմասն չմնաց։ Ընտանիքը ստացավ բնական կաթից պատրաստված մրգային տարբեր համերով կատնամթերք, որը մեծ ոգևորությամբ ընդունեցին հատկապես երեխաները։ Հայրիկս մտածում է, որ մեզ ուտելիքներ առնի, որ մենք ուտենք, արդեն ուտելիքներ ունենք մենք։
Սննդի մի քանի ամսվա պաշարն ամբողջացրեց նաև Իջևանի գինու կոնյակի գործարանը, ընտանիքին տրամադրելով բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականի։ Իսկ մսամթերքի հարցը լուծեց Արաքս թռչնաֆաբրիկան։ Ընկերության ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ ընտանիքին հասցրեցին սառեցված մսամթերք, հավի կոտլետներ, նրբերշիկներ, այնպես որ տևական ժամանակ տան սեղանը առանց մսամթերքի չի մնա։ Սեթրակ ջան, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեր ընտանիքին բերել ենք բազմատեսակ մսի տեսականի, հապաղտած տեսականի եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրանքներ, որպեսզի լիանա ձեր խոհանոցը եւ ձեր սեղանը։ Մաղթում ենք ձեզ ուժեղ լինեք եւ ուժեղ կամք ունենաք, որպեսզի ձեր բոլոր խնդիրները կյանքի ընթացքում լուծեք եւ անցնեք առաջ եւ շարունակական ոչ մի խնդրեմ չունենաք։ Շատ շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր աջակցությունի համար։ Եվ իհարկե այս ամբողջ օգնությունը հասցեատերերին անվտանգ ու կազմակերպված փոխանցելու գործում իր կարևոր ներդրումն ունեցավ Լեգարա բեռնափոխադրող ընկերությունը։ Նրանց շնորհիվ բոլոր նվերներն ու օգնության փաթեթները ժամանակին եւ առանց դժվարության Սեթրակի տուն հասան։ Պապաս որ տեսավ այդ գազելը շատ ուրախացավ, որ այդ ավտոյի մեջ լիքը նվերներ կար։ Ամենաառաջինը երեխեքից ու պարքերս կթեթևացնեմ, որ դուրս րոպե մեկ չթեթեմ, խանութա եւ այլ հագին խճճված իրավիճակի մեջ եմ նորից շնորհակալ եմ բոլոր մեր բարերար, մեր լավ մարդկանց։ Աստծո վրնի, ամեն մի բանը, ամեն մի աջակցությունը Աստծո վրնի։ Սոցիալական ծանրագույն դժվարությունները անշուշտ չեն կարող կոտրել պատերազմների կրակը տեսած մարդուն։ Սեթրակը ծանրությունների ճանապարհը կտրել է պատվով։ Այսօր նրանց կյանքում իհարկե դեռ կան լուծման սպասող հարցեր, բայց կա նաև ամենակարևորը վստահությունը, որ միայնակ չեն։ Բարի մարդկանց աջակցությունը հերթական անգամ ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում մարդկային հոգատարությունը նոր շունչ ու ոգի է տալիս։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, Սուրանկյուն։